մեր սրտի փառաբանությունը, շնորհակալությունն ու գոհությունը բարձրացնենք մեր Տիրոջը։ Գալիս են քո սրահները փառաբանությամբ, մեր սրտերը լի են Տեր, լի են շնորհակալությամբ, ով որքան սիրում ենք, մեծարել քեզ Տեր։ Ալելույա, ալելույա, մեծարում ենք քեզ, գալիս են քո սրահները փառաբանությամբ, մեր սրտերը լի են Տեր, լի են շնորհակալությամբ, ով որքան սիրում ենք, մեծարել քեզ Տեր։ Ալելույա, ալելույա, մեծարում ենք քեզ, մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, գալիս են քո սրահները փառաբանությամբ, մեր սրտերը լի են Տեր, լի են շնորհակալությամբ, ով որքան սիրում ենք, մեծարել քեզ Տեր։ Ալելույա, ալելույա, մեծարում ենք քեզ, մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, մեր սրտերը Տեր, մեր սրտերը լի են շնորհակալությամբ, դու մեծ ես, հզոր ես, լի ողորմությամբ, մեր երգը բարը քեզ է մեծարում, մենք երգում ենք քեզ մեր Տեր, դու ես կյանքը մեր սրտերը լի են շնորհակալությամբ, դու մեծ ես, հզոր ես, լի ողորմությամբ, մեր երգը բարը քեզ է մեծարում, մենք երգում ենք քեզ մեր Տեր, դու ես կյանքը մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, մեծության ու ողջ փառքին արժանի ես դու, քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, տալիս ենք քեզ ենք տալիս, քեզ արժանի գոհություն, մեր արքա, քեզ ենք տալիս, քեզ
արջև փառաբանությամբ եւ որտեղ նրանով գալիս է սրտի գոհությամբ հրաշքներիդ մասին կպատմեմ եւ քեզ կապավինեմ կպարեմ Տեր քո արջև սաղմոսներ կերքեմ հրաշքներիդ մասին կպատմեմ եւ քեզ կապավինեմ կպարեմ Տեր քո արջև
ջրերի պես ծովը լցվող և երկիրը երգում է քո փառքը արքայությունը թող գա հավիտյան
վստահում ենք նրան մեր ամբողջ զորությամբ։ Միշտ քո ձեռքերում ապահով է Տեր, ես քոն եմ, հավատում եմ քեզ, Հիսուս, պատկանում եմ քեզ, Հիսուս, ապրում
Այո Տեր, երկրպագում ենք Քեզ մեր մտքով եւ ամբողջ սրտով եւ մեր ամբողջ զորությամբ, որովհետեւ Դու Տեր ես, որովհետեւ Դու մեր Աստվածն ես եւ մեր Փրկիչը։ Իմ Սուրբ Աստված, խնդրում ենք Քեզ, տուր մեզ գիտակցություն եւ գիտակցում ինչ ենք մենք անում հիմա, որպեսզի մեր երկրպագությունը լինի հոգով եւ ճշմարտությամբ, որովհետեւ Դու այդպիսիներին ես փնտրում, մեր Հայր։ Դու փնտրում ես հոգով եւ ճշմարտությամբ երկրպագողներին։ Դու մեզ հասկանանք Սուրբ Հոգի մենք ինչ ենք անում եւ ում արժև ենք կանգնած հիմա եւ ում ենք երկրպագում։ Սիրելի եկեղեցի, դու պաշտում եւ երկրպագում ես կենթանի եւ ճշմարիտ Աստծուն, որը հիմա այստեղ է եւ տեսնում է, որը շրջում է մեր կյանքերով եւ նայում է, ում առաջ ենք մենք կանգնած եւ ինչ ենք մենք անում։ Համար մենք կարիք ունենք մեր ամբողջ մտքով կենտրոնացված լինենք Աստծո վրա, մեր սիրտը միացած լինի Աստծուն եւ մենք հոգով պաշտենք Նրան, որովհետեւ այդպիսին է փնտրում մեր Աստված։ Տե շնորհակալ ենք, որ ունենք այստեղ հնարավորություն երկրի վրա պաշտենք Քեզ, որ ունենք այստեղ հնարավորություն երկրի վրա երկրպագենք Քեզ, որ այստեղ ունենք հնարավորություն Տեր, մտնենք Քո սրահները։ Շնորհակալ ենք Տեր, օրհնիր, խնդրում ենք, օրհնիր այսօրվա ծառայությունը եւ հետագա ողջ ընթացքը, օրհնի եւ եղիր օրհնված, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, հալելույա, ամեն։ Այսպես է վերնագրել, հավատարիմ, միջև երբ ենք մենք հավատարիմ, դրա համար խիստ շատ է հավատարիմ մարդու օրհնությունները։ Գիտես, ես նկատել եմ, որ այս վերջերս շատ եմ խոսում հավատարմության մասին, շատ եմ խորհում հավատարմության մասին եւ առօրյայում շատ եմ խոսում, բայց այս թեմայով ես քարոզ չեմ ունեցել։ Եվ այսօր ուզում եմ խոսանք սրա մասին, խորհենք սրա մասին եւ ես կխնդրեմ Սուրբ Հոգուն, որ գիտես իմ շուրթերը վերցնի, որովհետեւ շատ բան կա սրտումս ասելու, բայց երբեմն մենք խանգարում ենք, չէ՞ Սուրբ Հոգուն։ Մի բան կա ներսում որ պիտի ասես, բայց այն որ խոսքերը երբեմն քիչ են, բավարար չեն, դրա համար ես կխնդրեմ Սուրբ Հոգու, որ իմ շուրթերը վերցնի եւ խոսա։ Եվ ես շատ կխնդրեմ քեզ, որ դու այս թեման վերցնես իրականում եւ կյանք դարձնես, որովհետեւ սա շատ կարեւոր մի թեմա է։ Հավատարմություն։ Ինչ է սա։ Ով կարող է սա ասի։ Ինչ է սա։ Ինչա հավատարմությունը։ Նվիրվածություն։ Երբ է երևում հավատարմությունը։ Նվիրված լինելով, գործողությամբ, ինչ վարկասեր ունենք, հնազանդությամբ, Աստծուն վստահելով, լավ հարցեր, իսկ ոնց է երևում Աստծուն վստահում ենք, թե չէ։ Դժվարության ժամանակ ենք, հա, լավ կարծիքներ են հնչում, Փառք Հիսուսին, քարոզ ավարտված է։ Ինչպես հասկանանք, մարդը հավատարիմ է, թե չէ։ Մատ լավ օրինակ կա, կոպիտ օրինակ կա, ասում են հավատարիմ շամպես, չէ։ Միջև այդ շունը ոնց ենք մենք հասկանում եւ բոլոր կենթանասերներ ասեցին հավատարիմ շամպես, մենք ոնց ենք հասկանում շունը ինչպեսին է, դու նկատել ես շանը տերը տանում, այն որ լավ խոսք ունի, չէ, լորեցին, բրախում է, քանի կիլոմետր հեռու, մեկ է տեսնում է եկավ, հոգնած, ճղրտված, քայքայված, տեսնում ես եկավ քո հայատ։ Այն մարդուն, ով իրան բրախել է, տարեք կորցնելու, հա, տարելա միտեղ կորցնելու նպատակով, բայց ինքը գտնում է ճանապարհը հետ է գալիս։ Դու տեսնում ես այսքան հավատարիմ, դու տեսնում ես, որ ինքը իր տիրոջը, հա, մարդուն պաշտպանելու համար պատրաստ է միջև մահ գնա։ Պատրաստ է մեռնի, պատրաստ է կռվի ժամանակ թշնամու կոկորտից բռնի եւ բաց չթողնի։ Խեն բաներ այդ հովիվները, չոբաները օգտագործում այդպիսի շների, հա, որ գառներին պահի գայլի դեմ է դուրս գալիս։ Այսպիսով հավատարի միջև մահ, հա, կամ հավատարի միջև երբ։ Աստծո խոսքում միտեղ կա գրված Ակորինթացիների 4:2 գրված է արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ Տնտես բառը նայեցի ռուսերենով գրված է տնաշեններից։
Այդպեսի մենք բառ ունենք, չէ՞, տնաշեն։ Տուն շինող, շինարարից, դմաստրայից էլ։ Տնտեսից, շինարարից, կառուցողից սա է պահանջվում։ Սա պահանջա Աստծուց դեպի մարդը։ Սա պահանջա Աստծուց դեպի իր եկեղեցին։ Ասում է, գիտես ինչ, եթե դու մի բան ես կառուցում, քեզանից պահանջ ես ունեմ։ Ես քեզանից պահանջում եմ, որ եկեղեցու ավակները լինեն հավատարիմ, հա? Սենց ես տեսնում։ Ոնց են կարդում։ Տնտեսներից սա է պահանջվում, որ երկրի նախագահան միայն նախագահան լինի հավատարիմ, թե յուրաքանչյուրը լինի հավատարիմ։ Մենք ինչ ենք կառուցում, սիրելիներս, մենք կառուցում ենք Աստծո արքայությունը, մենք կառուցում ենք երկնքի արքայություն, ճիշտ է, հա? Մենք Աստծո արքայություն ենք կառուցում երկրի վրա, եւ տնտեսներից, կառուցողներից մենք բոլորս ենք, չէ՞, կառուցում։ Բոլորս ենք կառուցում։ Կառուցում ենք թե չէ։ Ձեր բարձրացնենք Աստծո առաջ, մենք կառուցում ենք երկնքի արքայությունը։ Ինչա պահանջվում ինձանից։ Ինչա պահանջվում քեզանից։ Յուրաքանչյուր բառի մեջ դու մտնում ես։ Ամենները քչացան։ Յուրաքանչյուր բառի մեջ ես մտնում եմ։ Այստեղ ամեն հովիվն է մտնում։ Յուրաքանչյուր բառի մեջ մենք բոլորս մտնում ենք։ Ինչա մեզանից պահանջվում, որ ինչ լինենք հավատարիմ։ Յուրաքանչյուրից պահանջվում այս հավատարմությունը։ Սա խոսքն է մեզ ասում։ Իսկ ինչ ենք մենք կառուցում։ Իսկ ինչպես ենք մենք կառուցում։ Պատկերացրու մի գեղեցիկ տուն, շինություն։ Պատկերացնում ես լավ ջան այդ տունը, հա? Դե պատկերացնենք բոլորով։ Պատկերացրու գեղեցիկ մի տուն, մեծ շինություն։ Դրսից մենք նրան կարող ենք տեսնել նրա պատերը գեղեցիկ, պատուհանները, տանիքը, ահռելի մի տուն, դες շինությունն է, չէ՞ ինքը։ Շինության վրա մենք կարող ենք տեսնենք սյուները, պատուհանները, դուռը մուտքի, ծխնելուց, տանիք, գեղեցիկ ամեն ինչ։ Պատկերացրու այս տունը հաստատված է, հիմնված է հիմքի վրա։ Հիմքը դա հավատարմությունն է։ Այս հիմքը, այս շենքի հիմքը, որտեղ մենք նստած ենք, 3 հարգանի շենք է, չէ՞ սա։ Հիմք ունի, ով է երբևիցե տեսել հիմքը։ Ես չեմ տեսել։ Բայց մենք տեսնում ենք, թե ինքը ինչ ուժեղ է պահում։ Այս վերջերս ցնցեց, երկրաշարժ եղավ։ Ճռռոցը գալիս էր կներես խոսքիս համար։ Տունը ճռռաց։ Քարերը ճռճռում էին, բայց չսասանվեց։ Ինչու՞։ Հիմքը ամուր էր։ Գիտես, մենք չունենք այստեղ նկուղային հարկ, որտեղ մենք կարանք իշտենք, ասենք, «Էս ինչ լավ հիմք է գցած»։ Բայց շինարարներից պահանջված էր, որպեսզի հիմքը անեն ամուր, կայուն, որպեսզի այդ տունը կարողանա մնա հաստատուն։ Այս տունը հաստատուն է։ Գիտես, այս տունը դատապարտված է, որ ինքը քանդվելու է։ Գիտես ինչու։ Ինչ որ մի տեղի ճակ տվեց։ Ինչ որ մի մասի վրա ճակ գնաց։ Ես քեզ մի բան ասեմ, սկզբում այս ճակը աննկատ է, չերևացող է։ Ճակերը միշտ էլ փոքրից են սկսում։ Տունը հենց այնպես մեկ օրում չի քանդվում։ Եվ երբ որ հայտնվում այս աննկատ թվացող ճակը, որը ոչ ոք չի տեսնում, ամբողջ շենքը կարա քանդվի, ամբողջ տունը կարա պառկի։ Այս շենքը դատապարտված է մահվան։ Դա ճիշտ արհեստական բանականություն է ստեղծել, բայց մենք տեսնում ենք ճակերը, ինքը սկսել է փշրվել։ Հիշում ես, ես մեկ-մեկ սա օգտագործում եմ, ասում չի կարելի կառուցել ցնցումներ հաշվի չառնելով, չի կարելի կարծել, որ չի ցնցվելու, աբրիկ։ Չի կարելի կարծել, որ թափ չի տա, անպայման թափ է տալու։ Եվ եթե մենք կառուցում ենք որևէ բան այս ցնցումները հաշվի չառնելով, մենք մի օր կանգնելու ենք փաստի առաջ։ Մենք հավատարիմ ենք միջև երբ։ Հավատարիմ միջև որ պահը։ Միջև երբ ենք մենք հավատարիմ մնում։ Հավատարմությունը դա կյանքի հիմքն է։ Այն ինչը ոչ ոք չի տեսնում, կրում է իր վրա, այն ամենը ինչ որ տեսնում են բոլորը։ Հավատարմությունը դա կյանքի հիմք է, դա հիմք է։ Եվ ինքը չերևացող մի բան է։ Այդ ֆունդամենտը, հա, այդ հիմքը ինքը չի երևում, բայց ինքը իր վրա կրում է այն ամենը, ինչը երևում է, ինչը տեսնում են բոլորը։ Այս շենքը տեսնում են բոլորը, չէ՞։
Շենքը տեսնում են բոլորը, հիմքը չեն տեսնում։ Հավատարմություն ինքը հիմք է։ Այսինքն, եթե ես փոքրացնեմ մի հատ նախադասություն սարքեմ, ես սա կարամ ասեմ, որ երևացող բաները հաստատված են չերևացող բաների վրա։ Երևացող պատուհանները, դուռը, պատը, տանիքը հաստատված է չերևացող հիմքի վրա։ Ամեն։ Որովհետև եթե հիմքը ինչ որ մի տեղ թուլանա, ամբողջը կարող է քանդվել։ Սրա համար է խոսքը ասում մեզ, ուշադիր եղեք մեկը մյուսի նկատմամբ։ Որ հանկարծ ինչ որ մեկը չընկնի Աստծո շնորհքից, որևէ դառը արմատ չառաջանա նրա սրտի մեջ եւ դրանով շատերն են պղծվում։ Սրա համար ասում ուշադիր եղի քրոջդ, եղբորդ, միգուցե ինչ որ մի դառ արմատ առաջացե նրա սրտի մեջ։ Եվ մեկ տեսնում ես, սրա հետ շփվեց, այս մեկը պղծվեց։ Փչանում է, փշրվում է, հասկանում ես։ Այս մեկի հետ է շփվում, այս մեկն էլ է փչանում։ Այն մեկի հետ է շփվում, սա էլ է փչանում։ Ինչու՞ դառը արմատ կա։ Զգուշ եղեք իրար նկատմամբ։ Սրա համար մենք միշտ սիրում ենք խրատենք, դաս տանք, սովորեցնենք, բայց մենք չենք սիրում սովորենք, խրատվենք եւ դաս առնենք։ Մենք բաց պիտի լինենք իրար նկատմամբ, որ գիտես քո ավաքը շատ բան կարա տեսնի, բայց քեզանից է կախված ինքը քեզ կխրատի թե չէ։ Եթե մեկ խրատես, դու չընդունեցիր, երկու խրատես, չընդունեցիր, երրորդին կփակվի։ Ես այդպեսինն եմ։ Լավ է թե վատ է, ես չգիտեմ, սա իմ վատ բնավորություն, ասենք լավ, վատ բնավորություն հույվը։ 1-2 ասեց, երրորդին փակվեց։ Ես այդպես եմ։ Ես 1-2-3 փորձեմ ասեմ, 4-րդի ես մատ բրուսերեն բառ կա, բլոկ եմ ընկնում։ Անկեղծ սա ես վատ բնավորություն է, բայց ես այդպեսին եմ։ Սրա համար մենք բաց պիտի լինենք, որ երբ որ քո ավակը, քո ընկերը, լավ, ավակ չասեմ, քո ընկերը տեսնի քո սրտի մեջ, որ դառ արմատ կա, բաց պիտի լինես, որ ասի, գիտես, մի բան եմ տեսնում, ոնց որ հայացքդ փոխված լինի։ Այն չի։ Մենք ասենք, հա ինչ-որ մի բան կա սրտիս մեջ, արի հանենք միասին։ Լավ։ Սրա համար ասում ուշադիր եղեք։ Աստված փնտրում է նրանց, ում վրա կկարողանա հենվել, հուսալ։ Աստված հույս ունի։ Մի բան եմ գրել, Աստված չի փնտրում իդեալական մարդկանց։ Երբեք։ Աստված չեկավ իդեալական մարդ փնտրելու։ Ձգտողներից ոչ ոք գիտուններ, իմաստուններ, իդեալականներ չէին։ Նա եկավ ոչ թե գնաց, գիտես, քահանաների, ղևտացիների, փարիսեցիների մոտ, սադուկեցիների, դպիների, ովքեր որ փայլուն գիտեին Աստծո խոսքը, փայլուն։ Նա գնաց մարդկանց մոտ, ովքեր բան չգիտեին։ Հետո կասի Աստծո խոսքը, Պողոս Արաքյալը կգրի իր ձեռքով, որ Աստված այս աշխարհի իմաստուներին չեկավ ընտրելու, այլ տկարների, հիմարների, որովհետև Աստծո տկարը այս աշխարհից է զորավորը։ Աստված չի փնտրում իդեալական մարդկանց, այլ հավատարիմների։ Մարդը կարող է լինել տաղանդաշատ, բայց ոչ հավատարիմ։ Լինել հաջողակ, բայց ոչ հավատարիմ։ Կարող է նույնիսկ ծառայել, բայց սրտում չլինել հավատարիմ։ Եթե մարդը հավատարիմ է, Աստված մեծատառով անպայման կբարձրացնի նրան։ Ես չեմ տեսել իմ պրակտիկայի մեջ մեկին, ով որ հավատարիմ է, բայց բարձրունքում չի Աստծո մեջ։ Ես չեմ տեսել այդ մեկին։ Հավատարմությունը դա զգացմունք կամ զգացողություն չի։ Ես զգում եմ պետք է լինեմ հավատարիմ։ Հավատարմությունը զգացողություն չի։ Հավատարմությունը ընտրություն է։ Ես ընտրել եմ լինեմ հավատարիմ կամ ընտրել եմ լինեմ չհավատարիմ։ Կամ ընտրել եմ լինեմ հավատարիմ միջև որ այսօր խոսանք դրա մասին, միջև երբ։ Հավատարիմ միջև երբ։ Ես այսօր Հովսեփի կյանքն եմ բերել օրինակ։ Հովսեփ հավատարիմ էր միջև երբ։ Սա որոշում է գնալ Աստծո ետևից միջև վերջ։ Այդ հավատարիմ շները նրանք հավատարիմ են միջև վերջ, միջև մեռնելը։ Հարց Հուդան ընտրված էր, հա? Ընտրված էր որպես դավաճան թե առաքյալ։ Առաքյալ, ով որ քեզ կասի Հուդան ընտրված էր որպես դավաճան, չհավատաս, ասա չէ, ես չեմ հավատում դրան։ Հուդան ընտրված էր որպես առաքյալ եւ նրա անունը գրած էր կյանքի գրքում։ Կասես որտեղից, ասեմ որտեղից, նրանք եկան 2-2 Աստված ուղարկել է նրանց, հիշում ես։
Կարծեմ Մատթեոս 10-րդ գլուխ։ Ուղարկել էր երկու ավետարան քարոզելու, նրանք բոլորը հետ եկան եւ բոլորը ասեցին. Տեր քո անունով դևերն են հնազանդվում։ Իսկ ինչ ենք մենք անում։ Գիտես ինչեր ենք անում։ Մենք աղոթում ենք դևերը դուրս են գալի, մենք աղոթում ենք, գիտես, մարդիկ բժշկվում են, Հիսուսը ինչ պատասխանեց։ Մի ուրախացեք, որ դևերը հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են կյանքի գրքում։ Հուդան սրանց մեջ էր։ Սրանց մեջ էր։ Նա ընտրված էր որպես առաքյալ, բայց նա չմնաց որպես առաքյալ, նա դարձավ դավաճան։ Ինչու սա արեց Հուդան, որովհետև Հուդան հավատարիմ էր, քանի դեռ Հիսուսը հարմար էր։ Հուդան հավատարիմ էր, քանի դեռ Հուդայի պատկերացումները համընկնում էր Հիսուսի հետ։ Բայց հենց որ նա հասկացավ իմ պատկերացումներից դուրս է գալիս ինչ-որ մի բան, նա դարձավ դավաճան։ Այդպես է գրված է, երբ որ առաքյալի անունները այնտեղ գրվում է, գրված է եւ Հուդա Իսկարիովտացին, որը դարձավ դավաճան։ Կարծեմ Մարկոսի ավետանում ասա գրված, եթե չեմ սխալվում, կարամ սխալվեմ։ Հուդան ընտրեց լինի դա։ Հավատարմություն դա ընտրություն է, հավատարմություն դա որոշում է։ Ամեն։ Հիշենք Գեդեոնին։ Գեդեոնին հաղթելու համար թիմ էր պետք, մարդիկ են պետք, եւ հավաքվեց բազմություն, մեծ, շատ մարդիկ։ Աստված ասես չէ։ Թող դուրս գան նրանք, ովքեր որ նոր են ամուսնանում կամ նոր են ամուսնացել։ Դուրս գան վախկոտները, որպեսզի մնացածի սիրտը չթուլացնեն։ Դուրս եկավ մի մեծ բազմություն, բայց էլի Աստված ասես չէ, էլի շատ եք։ Եթե հաղթեք, ասեք մեր ուժը, մեր զորությունը, մեր ձեռքը դա արեց, մեր բազուկը դա արեց, եւ փառքը չի գնա Աստծուն։ Աստված ասես տար ջրի մոտ է, թող այնտեղ ջուր խմեն եւ ով ինչպես դա որոշեց, ասինքն դրա այդտեղ չեմ մտնելու այդ թեմայի մեջ, միգուցե մի օր խոսեմ։ Աստված կրճատեց այս թիմը մինչև 300 հոգու եւ Գեդեոնը հաղթեց 300 հավատարիմների միջոցով։ Այսինքն Աստծուն պետք են հաղթանակներ, բայց Աստծուն պետք են հավատարիմներ հաղթանակի համար։ Ամեն։ Ինչ ես կարծում, անկեղծ ասա։ Անկեղծ ինքդ քեզ պատասխան, ինչպիսին է քո հիմքը, քո հավատարմությունը, ո՞նց ես կարծում դու քո մասին։ Անկեղծ Աստծուն ասա սա, որովհետև մենք վերջում աղոթք ենք անելու միասին։ Այս ծառայության եւ քարոզի ժամանակ ինքդ քեզ քննիր առաջինը։ Հիշում ես ցուցամատի օրենքը։ Հիշում ես, չէ՞։ Ցուցամատը մենակ քո համար է։ Չասես, այս քարոզը այս մեկի համար էր, այս քարոզը այն մեկի համար էր։ Ինչ վատը հարցս չեկավ, այս քարոզը իսկ ի հակով էր։ Ինչ վատը կիսուրես չեկավ, լսեր էլի մի հատ է սրա մասին։ Քարոզը այսօր մեր մասին է։ Եվ ցուցամատը դեպի մեզ ենք ուղում, եւ եթե դու վերջում բան կզգաս, վերջում ենք միասին աղոթելու ենք։ Զգայուն եղիր այսօր Սուրբ Հոգուն այնպես ինչպես երբեք զգայուն չես եղել, որովհետև սա կյանքի պատգամ է։ Որովհետև անցնեմ առաջ ասեմ, մենք վերջում Տիրոջից բան ենք լսելու։ Բարի եւ հավատարիմ ծառա կամ չար եւ ծույլ անհավատարիմ ծառա։ Ես ուզում եմ, որ մենք վերջում սա լսենք, բարի եւ հավատարիմ ծառա։ Սա կյանքի պատգամ է, թանկագիներս։ Առաջինը, հավատարմությունը սկսվում է քչից։ Հաճախ, շատ հաճախ հավատարմությունը քչի մեջ է երևում։ Աստված մեզ օտար բան է տալիս։ Աստված մեզ մի պուճուր բան է տալիս, ուզում է տեսնի մենք ինչպես ենք վարվում։ Ղուկասի 16:10։ Քիչ բանի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ է հավատարիմ։ Աստված չի փորձում մեզ մեծ բաների մեջ։ Նա նայում է, թե ինչպես ենք մենք պահում այդ քիչը։ Աստված նայում է, թե ինչպես ենք մենք վարվում քչի հետ։ Աստված երբեք մեծը չի տա մեզ։ Աստված երբեք քեզ չի տա մի մեծ տնային խմբակ։ Ինքը կտա քեզ մեկ մարդ ու կասի վարվի իր հետ։ Ու եթե դու նրան նստացնես, մատե կաֆեդրա դրես քո առաջ ու սկսես նրան մենակ խրատել, դաս տալ, դասատու լինել, Աստված կասի դու էլ քո կաֆեդրան էլ։ Աստված քեզ կտա մի մարդ ու կասի մատ նայեմ տեսնեմ դու ով ես։ Հիշում ես ինչ ասեց Պողոս առաքյալը Կորինթացիներին, թե ձեր մեջ շատ են դաստիրակ,
Շա բազում են դաստիարակները, սակայն քչերն են հայրեր։ Քիչ հայրեր կան։ Աստված հայր է ուզում տեսնի։ Եվ եթե ինքը քեզ մի մարդ տա ու տեսնի դու հայր ես նրան, կասի լս էս ինչ լավ պապա է։ Էս ինչ լավ հայր է։ Արի երկրորդին կավելացնեմ, երրորդին էլ կավելացնեմ, դու 10-րդին էլ կավելացնեմ։ Բայց եթե նայում ա դու այդ մեկի մեջ անհավատարիմ ես, մի լումայի մեջ անհավատարիմ ես, մի տաղանդի մեջ անհավատարիմ ես, հիշենք տաղանդների առակը։ Մեկին մեկ տաղանդ տվեց, չօգտագործեց ինքը տարավ ու թաղեց, հետո այդ մեկն էլ հետ էր վերադարձում, Աստված ասեց ծույլ ես դու, ծույլ եւ չար ծառա ես։ Եթե այդ մեկը դու ունեիր, հա, ավելի լավ է դու տայր, որ տոկոս գար դրա վրա։ Ինչպես ենք մենք տալիս այդ մեկը, ինչպես։ Ասենք ես կարողանում եմ սա նվագեմ, հա, օրինակի համար։ Եթե ես կարող եմ սա նվագեմ եւ սա ես չեմ օգտագործում Աստծո արքայության համար, ես գոնե մեկին կբարձրացնեմ, կասեմ, արի ես քեզ սովորացնեմ։ Այսպես ենք մենք բաժնեկցում, այդ մեկ տաղանդով մենք այսպես ենք տոկոս բերում Աստծո արքայության համար։ Արի ես սա քեզ սովորացնեմ, սա քո կողքին կլինեմ, դու կնվագես եւ քո տոկոսին վրա կգա։ Եթե ես կարողանում եմ, ինչ ասեմ, լավ ներկեմ, բայց չեմ ուզում Աստծո տան համար ներկեմ, արի ես սովորացնեմ ինչ որ մեկին, իմ տաղանդով քո հետ կիսվեմ, քանքարս քո հետ կիսվեմ։ Եվ դու հավատարիմ կլինես դրա մեջ, հասկանում ես։ Դու չես ներկի, բայց մեկին կբարձրացնես։ Եվ հետո Տերը կգա, կասի ուր այդ տաղանդը, կասի, գիտես ինչ, ես գիտեի դու այսպեսին ես, վախեցա, եւ տարա դա ինչ որ մեկին բարձրացրեցի։ Եվ ինքը ներկեց, եւ ինքը նվագել սովորեց, եւ ինքը քարոզել սովորեց, ինքը Աստծո խոսք սովորեց։ Եթե դու մեկն ես, որ փայլուն գիտես Աստծո խոսքը, ես գիտեմ, դու փայլուն գիտես, 30 տարի Աստծո մեջ ես, բայց չես քարոզում։ Բայց չես սովորեցնում, բարձրացնում մեկին, ով որ կկարանա քարոզի։ Այդպես ենք մենք տոկոսով հետ բերում, հասկացար ինչ եմ ասում, հա։ Աստված չի սիրում պասիվությունը։ Աստված ասում է, չես անում, գոնե մեկին բարձրացու, գոնե մեկին փոխանցիր քո տաղանդը, այդ մնաս, այդ քանքարը, գոնե մեկին տուր, բարձրացրու այդ մեկին։ Դա սկզբում նայում է, ինչպիսին ենք մենք ծածուկի մեջ։ Ծածուկ մենք ունենք, բոլորս ծածուկ կյանք։ Ինչպիսին ենք մենք մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։ Ինչպիսին ենք մենք հավատարմության մեջ, ազնվության մեջ, թանկագիներս, ազնվություն։ Դա ծածուկ բաներ են։ Աստված նայում այդ քչին, փոքրին, քո ծառայությանը, երբ որ ոչ ոք չի տեսնում քո ծառայությունը, ինչպիսին ես դու։ Ոնց եմ ես ինձ պահում։ Ես մենակ լավ քարոզում եմ այստեղից բեմի վրայից, կաֆեդրայի մոտից, թե ես քարոզում եմ եւ Աստծո խոսքով եմ կիսվում նաեւ այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում։ Ես ինչպես եմ ինձ պահում։ Բաժնեկցում եմ Աստծո խոսքով, Հիսուսի հետ կիսվում եմ, թե չէ։ Աստված նույնիսկ նայում է մեզ, երբ որ մեզ ծափահարում են ծառայության ժամանակ, սա էլ է շատ կարևոր։ Ինչպես եմ ես ինձ պահում, երբ որ ինձ ծափահարում են։ Ես ամբողջ փառքերը երկինք եմ ուղղում, թե այդ թեի պատասխանը շատ կարևոր։ Եվ հենց այստեղ է որոշվում քո ապագան, այստեղ է որոշվում իմ ապագան։ Շատերն են ուզում մեծ ծառայություն, բայց առ են համարում այդ քիչը, այդ փոքրը։ Դավիթը սկզբից, երբ որ նրան ոչ ոք չէր տեսնում, նա դաշտում գառներ էր արածեցնում եւ նա հավատարիմ էր այդ գառների։ Եվ Աստված այդ քիչ, այդ փոքր, այդ օտարը տեսավ։ Եվ տեսավ նա ինչպես է հաղթում այդ առյուծին արջին իր մեկ գառի համար եւ ասեց ժամանակն է, որ մարդիկ էլ քեզ ճանաչեն, ժամանակն է, որ ես պարծենամ քեզանով։ Եվ դա հանեց մենամարտի Գողիաթի հետ։ Եվ այդտեղ Աստված մենամարտեց Դավթի հետ միասին Գողիաթի դեմ։ Եվ Դավիթը հաղթեց Աստծով, որովհետև նա մի բան գիտեր, որ գիտես ինչ, ես գալիս եմ քեզ վրա իմ Աստծո անունով։ Նա նախանձավոր էր։ Ինչ ենք մենք արել, միջև որ հայտնի կդառնանք, ինչ ենք մենք արել։ Ուր է քո այդ գառը, փրկած գառը Դավիթ։ Մենք սիրում ենք Դավիթի նման օրհնված լինենք, բայց դժվարանում ենք այդ ճանապարհը անցնենք, հավատարմության ճանապարհը։ Գիտես, Աստված չի նայում բեմին, այլ նա նայում է ծածուկին։
Ինչպես ենք մենք այդ ծածուկում, այդ օտարի մեջ, քչի մեջ, հավատարիմ թե չէ։ Երկնքի արքայության սկզբունք ասա, սկզբում հավատարմություն, իսկ հետո վստահություն։ Պատկերացրեք մի մեծ կամուրջ, գեղեցիկ, մեծ, հսկայական, նրա վրայով մեքենաներ են գնում գալիս, նրա վրայով մարդիկ են քայլում զբոսնում են, մարդիկ իրենց կյանքերը վստահել են այդ կամուրջին։ Պատկերացնում ես։ Մի պատկերացու, լավ նայի։ Հսկայական կամուրջ։ Մեքենաներ գնում գալիս են, մարդիկ զբոսնում են։ Այս կամուրջը կապել է մեկ քաղաքը քաղաքին կամ քաղաքը գյուղին, ես չգիտեմ ինչին, բայց սա հսկայական կամուրջ է։ Բայց գիտես, այստեղ կան բաներ, որոնք որ մարդկային աշկերին շատ ժամանակ չերևացող են կամ անտեսված, մենք չենք նկատում այն փոքր հայրենով ասված բոլտ ու գայկեն, որը որ դարձել այս ամբողջ այս մեծ կամուրջը ամբողջական։ Եվ եթե չլինի այս բոլտ ու գայկեքի համագործակցությունը, ամբողջ կամուրջը կարող է քանդվել ուղղակի։ Հավատարմությունը, գիտես, այս մանրուքների մեջ է։ Գիտես, մեկ հավատարիմ, երկրորդ հավատարիմ, երրորդ հավատարիմ, չորրորդ հավատարիմ, հինգերորդ հավատարիմ։ Մենք միշտ տեսնում ենք այս ճանապարհը։ Բայց մենք քիչ ենք նկատում այս համագործակցությունը, որով կապել է ամբողջը եւ դարձրել է մեկ։ Մի մեկ ամբողջություն, այս սա է մարդու կյանքը։ Հավատարմությունը ներսի կարգավիճակ է, հավատարմությունը, գիտես, հենց սրանք են։ Եվ շատ հաճախ սրանք անտեսված է եւ աշկի համար չերևացող, սա տակը կան ինչ-որ մեխանիզմներ, որը պահել է կամուրջը։ Ինձ հետ ես, չէ՞։ Տուն չես գնացել, չէ՞։ Խիստ շատ է հավատարիմ մարդու օրհնությունը։ Բայց քեզ մի բան ասեմ, հենց որ սկսեն սրանք թուլանալ, մեկը թուլանա, երկրորդը թուլանա, երրորդը թուլանա, չորրորդը, 14-րդը, հենց որ նրանք սկսեն թուլանալ, կամուրջը ճոճ է տալու, սիրելիներս։ Այդ համագործակցությունը, հասկանում ես, մեկը մյուսին փչացնելու է։ Այդ ամենը իրար ջարդելու է։ Այդ մեքենայի շարժը, եկեղեցին շարժ է, չէ՞։ Աստծո շարժ է։ Եվ եթե մեկը թուլացավ, երկրորդը կթուլանա, երրորդը եւ իրար ջարդելու ենք, կոտրելու ենք։ Դետոնացիա կառաջանա, ռեզոնանս կառաջանա։ Եվ սկսենք մենք իրար խփել, կծել, փչացնել։ Այդպես ասում, եթե իրար կծում եք, զգուշ եղեք, իրարից չփչանաք։ Զգուշ եղեք։ Մեքենայի շարժը, մարկանց շարժը, քամի, բնություն, կարա ամբողջը քանդի եւ փչացնի։ Եթե սրա մեջ սկսեն թուլանալ, կկորի ամբողջ համագործակցությունը։ Սա մի ամբողջական է դարել այդ փոքր բաների շնորհիվ։ Գիտես, կա մի ճշմարտություն, լինել եկեղեցում, թե լինել եկեղեցի։ Հիմա դու լինում ես եկեղեցում, թե դու եկեղեցի ես։ Սա այնքան կարևոր բան է։ Մարդը կարա գա եկեղեցի, մարդը կարա գա լսի խոսքը, մարդը կարա գա քարոզներին, մարդը կարա գա հավատարիմ 30-50 տարի, բայց այդպես է նա չդառնա եկեղեցի։ Եկեղեցու մաս, եկեղեցու առօրյա, եկեղեցու կյանք, եկեղեցական կենցաղ։ Սրա համար, եթե դու զգում ես, որ գիտես, ես գնում եմ եկեղեցի, բայց ես եկեղեցի չեմ դեռ, դու այսօր մի բան պետք է անես քո հետ։ Հաջորդը հավատարմությունը փորձվում է փորձությունների մեջ, փորձությունների միջոցով։ Գիտես, հեշտ է լինել հավատարիմ, երբ որ ամեն բան լավ է եւ քո ուզածով է գնում։ Սա շատ հեշտ է։ Բայց հավատարմությունը իրականում կամ իրական հավատարմությունը երևում է, երբ իրականում շատ դժվար է։ Երբ որ չեն հասկանում քեզ,
երբ որ չեն գնահատում քեզ, այսքան արեցի, այսքան չգնահատվեցի ես, այստեղ է։ Հարց քեզ տամ, ինչ ես կարծում, Աստված ամեն ինչից տեղյակ է, թե չէ։ Ինչ որ լինում է, Աստված գիտի, փաստորեն Աստված թույլ է, չէ՞ տվել։ Այսպեսի մի բան, ասում է, ճնճղուկ անգամ չի ընկնի, մինչև իմ հոր կամքը չլինի, չէ՞ թույլատրելի։ Քո մազը անգամ չի ընկնի, մինչև որ, եւ եթե քո մազը ընկել է գետնին, իմացի, հայրը գիտի։ Եթե քո մազը ծռվել է քո գլխին, հայրը գիտի։ Ու թույլ է տվել, որպեսզի դու էլ տեսնես։ Գիշես ինչ ասեց Աստծո խոսքը հрьяաներին, ասում է, ես քեզ տարա անապատ, Աստված տարավ։ Ես քեզ տարա անապատ, մանածեցի անապատով, ջուր տվեցի եւ հետո ծարավ թողեցի։ Հաց տվեցի, հետո սոված թողեցի։ Մանանա տվեցի, հետո կիրակի կտրեցի։ Ճնճղուկներ տվեցի, հա այդ լորերը, ինչ լորերը։ Հա? Այդ դրանցից տվեցի։ Միս տվեցի, հետո կտրեցի, որպեսզի դու ինքդ տեսնես ինչ կա քո սրտում։ Ես է տեսնեմ ինչ կա քո սրտում։ Աստված տանում է, տալիս է առատություն, հետո կտրում է։ Գիտես, որպեսզի մարդը ինքը տեսնի ինչ կա իր սրտում, որ Աստված էլ ասի, տեսար ինչ կա քո սրտում։ Հասկացի քո սրտում բաներ կան։ Եթե կա տրտունջ, փոխելու բան կա։ Բրավո։ Տրտունջ ես տեսե, բրավո։ Աստված չի դատապարտում քեզ, բայց կդատվես, եթե տրտունջը բնա մինչև վերջ։ Տրտունջ ես տեսել, սատանան գալիս ասում է, ամոթ քեզ, չես ամաչում, իսկ ես Աստված ինչ ասում, սա ես ցույց տվեցի, բրավո, տեսար, հաղթի, նվաճի, խփի, սկսի գոհանալ այն ժամանակ, երբ որ ամենադժվարն է գոհանալ, ինչի համար գոհանամ։ Ինչի համար գոհանամ, կյանքս քանդվում է, աղքատության մեջ եմ, հիվանդություն, ինչի համար գոհանամ։ Այդ ճիշտ ժամանակն է գոհանալ։ Գիտես, Աստված նայում է, ինչպիսին ես դու, երբ որ ցավում է, եւ քեզ ոչ ոք չի հասկանում։ Սատանեն գալիս է դատապարտի, ասի չես ամաչում, իսկ Աստված ասում է, բրավո, ես քեզ ցույց տվեցի, նվաճի այդ ամրոցը, խփի։ Գիտես, հավատարմություն երևում է այն ժամանակ, երբ որ ամենադժվարն է, երբ որ ուզում ես հանձնվես, այդտեղ է երևում հավատարմությունը։ Ինչպես ես դու պահում։ Հայտնություն 2:10 Հավատարիմ եղիր միջև առաջի փորձությունը եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Հավատարիմ եղիր միջև առաջի հիվանդությունը։ Չէ, հավատարիմ եղիր միջև մահ։ Հավատարիմ եղիր, ոչ թե միջև առաջի ցավը, հավատարիմ եղիր միջև այն ժամանակ, երբ որ քեզ չեն հասկանա, կլքեն բոլորը։ Հիսուսին բոլորը լքեցին, բոլորը, բայց նա հավատարիմ մնաց այն երկնային տեսիլքին, որի համար նա եկել էր։ Նա հավատարիմ մնաց, գիտես, եկան ասեցին, ինչի խաչից, եւ մենք կհավատանք։ Ասես չէ, ես հավատարիմ եմ իմ երկնային տեսիլքին, ես դրա համար չի եկել։ Հավատարիմ մնա միջև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Սա ուղերձ է բոլորիս։ Սենց արա։ Արա, սենց արա։ Ուղի քեզ։ Ասա սա ուղերձ է քո համար։ Սա ուղերձ է իմ համար։ Որ ես հավատարիմ կմնամ։ Միջև մահ։ Որովհետև բոլորս ենք մեռնելու։ Բոլորս, այստեղից բոլորս մահանալու ենք։ Նորություն չասեցի, չէ՞։ Դա ճշմարտություն։ Բոլորս ենք մահանալու։ Հարցա, մենք այս կյանքի պսակը կստանանք, թե չէ։ Որովհետև Աստված խոստացավ պսակը տալ նրանց, ովքեր որ չեն նահանջելու։ Հավատարմությունը կրակով է ստուգվում։ Հավատարմությունը նա է, երբ դու մնում ես, երբ ուրիշները հեռանում են։ Դու մնում ես միջև վերջ։ Կմնամ։ Հիսուսը գիտես ուներ շատ հետևորդներ, հարյուրավորներ, հազարավորներ հետևում էին նրան։ Եվ հետո հայր ասեց Հիսուս, այսօր այս քարոզն ես անելու։ Ինչ քարոզ։ Այս այս քարոզը կասես։ Եթե իմ մարմինը չուտեք, եւ իմ արյունը չխմեք, բաժին չունեք իմ հետ։
Այս քարոզը կքարոզես, հայր կլինի ուրիշ քարոզ, ավելի ոգևորող, սենց ոգևորեմ 1000-ը դառնա 3000, չէ։ Հիմա գալիս է կոնկրետ գիծ, սահմանա գծվելու հավատարիմների եւ անհավատարիմների։ Սահման պիտի գծեմ։ Ինչ սահման։ Քարոզի դե։ Հիսուսը քարոզում էր հрьяաներին։ Սա կարող է մենք լսենք եւ ասենք, հա լավ դե հիմա արյունակ խմենք, ինչ ա եղել, որ այտենց երշիկ չէ կա, կրավյան կա։ Իջևանում ես լավ արյունից բան են սարքում, բլյուդա, չէ, կա արյունից սարքում են։ Թե շամշադինում ա մի խոսքով Իջևանում, հա։ Բայց Հիսուսը քարոզում էր հрьяաներին, ովքեր որ մահացածին իրավունք չունեն կպնեին, որովհետև անմաքուր կհամարվեր։ Եվ Հիսուսը քարոզ է անում, եթե մարմինը շուտեք եւ արյունը չխմեք, բաժին չունեք։ Եվ որովհետև գիծ պետք գա, գիծ պետք լինի։ Գիտես, այս վերջերս պատկերավոր մի օրինակ եկավ իմ աչքի առաջ։ Աստված ուզում է սահման։ Մենք հավատարիմ ենք մինչև երբ։ Մենք սուրբ ենք մինչև երբ։ Մենք արդար ենք մինչև երբ։ Մենք կանգնած ենք մինչև երբ։ Պատկերացրու սև։ Եվ քո ձեռքերում վրձին կա, չէ՞։ Եվ այդ դու սևը պետք է կամաց բերես, հասցնես մինչև սպիտակի։ Բացես գույնը, սևից մի քիչ բաց սև, հետո մի քիչ մոխրագույն էլ բացես, այնքան բացես մինչև հասնես սպիտակի, չէ՞։ Պատկերացրեցիր։ Հա, պատկերացրեցիր այս նկարը։ Սևից մինչև սպիտակ։ Որտեղ է սահմանը, երբ որ ինքը սկսում է սպիտակել, որտեղ է սահմանը։ Դու ստեղ դնես, ես ստեղ կարամ դնեմ, ասում եմ չէ, էստա սահմանը։ Դու գրասես չէ, էստեղ է սահմանը։ Այն մեկը կարող ասի չէ, այստեղ է սահմանը։ Սահման չկա, երբ որ լղոզված ամեն ինչ։ Աստված չի ուզում լղոզված սահմաններ մեր կյանքերում։ Հավատարիմ իջև երբ։ Աստված ուզում է սահման դնի, որ ես էլ հասկանամ, դու էլ հասկանաս։ Ինքն էլ հասկանա, սահման գծի։ Եվ Հիսուսը քարոզ արեց, սահման եմ դնում հիմա։ Միջև չուտեք իմ մարմինը չխմեք իմ արյունը, բաժին չունեք։ Եվ բոլորը գնացին։ Լքեցին։ Հիսուսը պտտվեց, այն 12-ին էլ ասեց. Գնացեք, դուք եք ուզում գնաք, ես խնդիր չունեմ, ես ունեմ կոնկրետ նպատակ, տեսիք, ես գնում եմ իմ հոր հետևից, երկնային տեսիք հետևից, Պետրոս ասեց, ուր գնամ, գիտես, հավատարմությունը նա է, երբ որ դու մնում ես, երբ որ բոլորը լքում են քեզ, կամ ինչ-որ մի բանի, դու մնում ես միջև վերջ, սա է հավատարմությունը, մնացին աշակերտները, Հուդան այդ թվում, նկատիր, Հուդան այդ թվում, հիմա Հուդան հավատարիմ էր, այդ պահին հա, այդ պահին հավատարիմ էր, որովհետև Հուդան այդ թվում էր։ Հիշում ես Ղազարոսի մահը, հիշիր, Ղազարոսի մահ, դրանից առաջ փախել էին հրյաներից, առաքյալները, որտեղ ուզում էին սպանեին Հիսուսին եւ փախան, գնացին անապատ։ Լուր եկավ Ղազարոսը մեռել է։ Ասում եմ, մամա, հունցա պիշիցա, մեր արցախցիները թող ձեռով անեն։ Այն ասում եմ, մամա, հունցա պիշիցա, умер, թե умер, ասում եմ, умер բալես, ապրավերիչի слово մեռելա։ Հիմա Ղազարոսը մեռելա, եկան Հիսուսին լուր պատմեցին, ասեցին մեռավ, ասես ննջելա։ Գնանք արթնացնենք։ Ու վախեցած էին առաքյալները, խիմսը ես սա պատմում։ Թովմաս ասեց, գնանք նրա հետ մեռնենք, հիշում ես այս առայտությունը։ Թովմաս ասեց, կասկածամի Թովմասը, գնանք Հիսուսի հետ միասին մեռնենք, որտեղ գիտեին հրյաները, կրոնավոր հրյաները, փնտրում են որ սպանեն նրան, Հուդան նրանց մեջ էր այդ ժամանակ։ Հավատարիմ էր, խի չէ որ, լավ էլ հավատարիմ էր, բայց հավատարիմ էր միջև երբ։ Տեսար որ նրա կյանքի վերջը ցույց տվեց, նա հավատարիմա թե չէ։ Վերջը հավատարիմ մնա միջև վերջ եւ կյանքի պսակը կտամ։ Հուդան չստացավ կյանքի պսակը, Պետրոսը ստացավ, որտեղ նա գնաց միջև վերջ։ Գիտես, հավատարմությունը նա է, երբ դու մնում ես, երբ որ բոլորն են լքում, բոլորն են փախնում։ Все убежали, я побежал։ Երիտասարդները չհասկացան։ Լավ ֆիլմ է սովետական։ Հավատարմությունը նա է, երբ որ դու հավատում ես, երբ չկա աղոթքիդ պատասխանը։ Այս է հավատարմությունը։ Բայց ես խոսում եմ ճիշտ աղոթք, ճիշտ, Աստծո կամքին համաձայն աղոթք։ Հավատարմությունը նա է, երբ որ դու կանգնած ես, երբ դժվար է։ Ուզում ես ընկնես, ուզում ես պարկես, ուզում ես նստես, ուզում ես ոչ մի բան չանես։
բայց դու կանգնած ես մնում։ Այս սա նշանակում է հավատարմություն։ Հիշում ես, թեև թզենին չծաղկի։ Հիշում ես Մարգարեիս աղոթքը, հա? Եթե թզենին չծաղկի, լավ թզենին չծաղկես ոչինչ։ Գնամ գոմը տեսնեմ, գոմում ինչ կա։ Գոմի դուռը բացում եմ, ոչինչ չկա։ Փոշի ամենակ։ Ոչ անասուն, ոչ գառ, ոչ մի բան չկա։ Լավ, հələ գոմներ մի կողմ։ Գնամ այգի եմ տնկել, կարող այդտեղ բերք ունեմ։ Գնամ նայեմ, բերքի արդյունքը ստեց։ Կարկուտը ջարդեց, փչացրեց, սախ։ Լավ, արտում ցորեն ունեի ցանած։ Գնամ տեսնեմ ցորենը ինչ կասի։ Գնում է արդ, տեսնում է ոչինչ չկա։ Ջարդած ավիրած բանա։ Հիշում ես որոշումը որներ։ Մարգարեի։ Միևնույնն է։ Սակայն ես Տիրոջ եմ, Տիրոջով եմ։ Ինչ? Ինչ? Ցնծալու? Առիթ կա ցնծալու։ Հա, առիթ կա ցնծալու։ Չկա, չէ՞, բայց որոշումա, չէ՞։ Այս է հավատարմությունը։ Հավատարմությունը սանտրություն է։ Որ եթե ոչինչ էլ չլինի իմ կյանքի մեջ, սուտ ամեն ինչ, արդյունքը ստել է, ջարդել է կարկուտը, միևնույնն է, ես իմ Տիրոջով եմ ցնծալու, պատճառ չկա, բացարձակ չկա։ Սա է հավատարմությունը, սիրելիներս։ Երբ որ դու ցնծում ես, երբ որ դու մնում ես, երբ որ դու գնում ես, կանգնած ես, բայց ամենադժվարն է, հենց այդ ժամանակը փորձվում։ Եվ ես վստահ եմ, որ Տերը սա տեսավ Մարգարեի կյանքում եւ հաստատ հատուցանեց, հաստատ, որովհետեւ խիստ շատ է հավատարիմ մարդու օրհնությունը։ Սիրում ենք այս խոսքերը, հա? Ցիտում ենք այս խոսքերը։ Իսկ ապրում ենք այս խոսքերը, հա? Ով ասես ոչ, ապրես դու ամենաանկեղծներ մեր մեջի։ Գիտես իրական հավատարմությունը նա է, երբ որ դու չես հեռանում, նույնիսկ երբ շատ է ցավում։ Իրական հավատարմությունը նա, երբ որ դու չես հեռանում, երբ որ շատ է դժվար։ Իրական հավատարմությունը նա, երբ որ դու մնում ես, երբ որ չես հասկանում, ես ինչ է իմ հետ կատարվում։ Իրական հավատարմությունը հենց սա է, երբ որ դու պահում ես քո սիրտը։ Ով է տեսել երբևիցե իր սիրտ ով է տեսել։ Դու այն չես վերահսկում։ Դու այն երբևիցե տենց երբեմն լավ ասեմ, չես լսում, բայց գիտես չէ, խփում է։ Բայց եթե այն կանգ առնի, ամեն բան քո կյանքում կանգ կառնի։ Ամեն ինչ, երազանքներդ, դրդապատճառներդ, ցանկություններդ, տեսիլքներդ, ամեն բան կանգ կառնի, երբ որ սիրտդ կանգ առնի։ Հավատարմություն դա սիրտ է։ Երբ որ ինքը կանգ առնում, ասում է, «Էլ չեմ լինելու, ես էլ հավատարիմ չեմ լինելու», այս ժամանակ ամեն բան քո կյանքի մեջ կարա կանգ առնի, սիրելիս։ Ժողովուրդը քանի անգամ է դավաճանել նրան, քանի անգամ է ուրացել, շատ անգամներ, բայց Աստծո պատասխանը գիտես ինչ ասում, ողբ Երեմիայի 3:22, Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի, նրանք ամեն առավոտ նորանում են, մեծ է քո հավատարմությունը, ամեն առավոտ նոր գթություն, ամեն առավոտ նոր ողորմություն, ամեն առավոտ ինձ ու քեզ դա պետք է։ Եթե ինձ պետք է, հա, ես է պիտի լինեմ հավատարիմ, եթե Աստված հավատարիմ է, եթե մենք անհավատարիմ գտնվենք, նա հավատարիմ է, որովհետև ինքը իրեն չի կարող ուրանալ, հիշում ես այս խոսքը, Տերն ասում, ինքը իրան չի կարող ուրանալ, սա Տիրոջ էությունն է, եթե Տիրոջ էությունն է, մենք էլ պիտի այդպիսի լինենք, մենք պիտի այդպես Տիրոջից սովորենք, նա քեզ չի թողի, մի խորհուրդ տամ, դու էլ նրան երբեք չթողես այն գործը, որ ինքը վստահել է քեզ, չթողես այն երազանքը, որ ինքը ուզում է դու դա կրես ու դրա մեջ լինես, չթողես այդ երազանքը, թույլ չտաս այդ անհավատարմությանը քո երազանքը փչացնի, թույլ չտաս անհավատարմությանը քո այդ մեծ կյանքիդ երազանքը, որ Աստված է տվել, Աստված տեսիլք է տվել մեզ, Աստված մեզ տվել է տեսիլք,
Աստված ուզում է տարածաշրջանը վառի իրենով, Սուրբ հոգով, նա ուզում է իր հոգի նորից թափի, արթնություն բերի, բայց եթե չլինի այն համագործակցությունը բոլտու գայկեքի կամուրջի վրայի, հա, եթե չլինի, մենք կորցնենք ամեն ինչ։ Գիտես, պատկերացրու մի դամբա, մեծ ջրամբար։ Ինքը պահում է միլիոնավոր տոննաներ ջուր։ Եթե այդ դամբայի վրա աննկատ, աննշան, ասեղի ծակի չափով մի հատ ճաք լինի, սկզբում ինքը աչքի համար անտեսանելի է։ Գիտես, ամբողջ ջուրը կարա դուրս գա այդտեղից։ Եվ մի օր կարա պայթի, պատռվի, եւ ամբողջ ջուրը դուրս կգա այդտեղից։ Ստացվում է, եթե մեծ դամբայի այս հատվածը լինի հավատարիմ, ամբողջ հավատարիմ է, ամբողջ համագործակցության մեջ է, բայց մի փոքր մեկը թուլացավ, ամբողջը կարա դուրս գա, ամբողջը կարա պատռվի։ Պատկերացրու մի մեծ ցանց ձգտորսական, նետում ես ծովը, ձուկ ես հանում, շատ խիստ, շատ ձուկ, եւ այնտեղ կան հանգույցներ, չէ՞, ցանցի մեջ։ Հերիքը հանգույցներից մեկը պատռվի, ամբողջ ձուկը դուրս է գալու։ Եկեղեցին համագործակցության մեջ է։ Աստծո տեսիլքը համագործակցության մեջ է։ Գործ Կարաքելոցում այսպիսի մի լավ հրաշալի տեղ է գրված։ Պողոս Արաքելը երազա տեսնում։ Մի մակեդոնացի մարդ կանչում է Պողոսին, ասում է՝ «Արի մեր մոտ, արի մեր մոտ, մենք սպասում ենք քեզ»։ Այս տողերը գրում է Ղուկասը, Գործ Կարաքելոցի հեղինակը։ Այսպես է գրվում։ Եվ Պողոսը երբ որ տեսավ այս երազը, մենք իսկույն հասկացանք, որ Աստված մեզ կանչում է Մակեդոնիա, ներողություն, Ղուկաս, դու ես տեսել երազը, չէ՞։ Ո՞վ է տեսել, Պողոսը, բայց ոնց դու հասկացա, որ քեզ էլ է կանչում, համագործակցություն։ Նրանք վստահում էին թիմի ավակին, նրանք վստահում էին տեսիլ տեսնողին, նրանք վստահում էին։ Այդ համագործակցությունը մեկը մյուսի կապում է իրար, հասկանում ես ինչ եմ ասում։ Բայց կարար ասել Ղուկասը եւ Պողոսը իսկույն հասկացավ, Աստված նրան կանչում է, դե գնա։ Գնաք, քո գործն արա։ Չէ, մենք հասկացանք, Տերը մեզ կանչում է։ Գիտես, ունենանք հաստատուն հավատարիմ արմատներ։ Պատկերացրու մի մեծ ծառ, հսկայական ծառ, որը դիմացել է փոթորիկների, մեծ քամիների։ Մենք զմալվում ենք, ուրախանում ենք, տեսնում ենք, հիանում ենք այդ ծառներով։ Բայց արյուտես նա մնայուն է արմատների պատճառով, որովհետև արմատներն են խորը, հեռու, պատկերացրու այս ծառը, հա, նայի։ Պատկերացրու գնաս նրան մոտ կանգնես, գիտես քանի փոթորիկ է դիմացել, գիտես քանի կարկուտներ է տեսել, քանի անգամ է փորձել քամին, կյանքի արհավիրքը նրան արմատախիլ անի, բայց քանի դեռ նա ունի այս հաստատուն հիմքը, արմատները, որը չի տեսնում, դա չի երևում, չենք տեսնում։ Ես վստահ եմ, տասնյակ մետրեր տարածվում է նրա արմատը, տասնյակ մետրեր խորանում է նրա արմատը, սա է հավատարմությունը։ Այսինքն երևացող բաները հաստատված է չերևացողի վրա։ Երևացող ճյուղերը, տերևները, պտուղները հաստատված է չերևացող հավատարիմ հիմքի վրա։ Եվ վերջինը ինչ որ կասեմ, սա է, հավատարմությունը ունի վարձք։ Քանքաների առակը մենք խոսեցինք, իմիջալոց, քանքարը դա Տիրոջ ունեցվածքն է, գրված է, այդ մարդը իր ունեցվածքը բաժանեց, տաղանդը, պարգևը, որը դու ունես, դա Աստծուց է, ինքը բաժանել ու գնացել է երկինք, ինքը տվել ու գնացել է երկինք, սա Աստծո ունեցվածքն է, ինչպես եք մենք վարվում Աստծո ունեցվածքի հետ, ոնց, թե եկեղեցուն է կարելի այս բաժակը ջարդել, հա, թե եկեղեցու մեքենան է կարելի ոնց ասել քշենք, թե եկեղեցու ունեցվածքն է ինչը ուզելանք անենք, չէ, սա Աստծունն է, թե Աստծո տրված պարգևն է, տաղանդն է, մնացն է, ոնց ուզենամ վարվեմ, չէ, ես մեկ անգամ ասեցի, եթե դու քո ծառայությանը վերաբերվես, գոնե կիսով չափ այնպես, ինչպես քո աշխատանքին ես վերաբերվում, մեզ բռնել չի լինի, գոնե կիսով չափ, գոնե 10%-ը, մենք կրանք ամբողջությամբ աշխատանքին նվիրվենք,
Ես չեմ ասում չաշխատեք, ես ճիշտ հասկացի։ Բացարձակ ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նվիրվածության մասին։ Մատթեոսի 25:21 ասում է լավ, բարի եւ հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Վերջում Աստված կասի, ոչ թե ապրես դու շատ հայտնի ես, ապրես միլիոնավոր պրասմոտր գնաց, դու ունես քարոզեցիր միլիոն պրասմոտր ապրես, ոչ թե դու ապրես հաջողակ ծառա, ապրես ամենագեղեցիկ իմիջով ծառա, չէ, նման բան չի ասում, չի ասում, որ ապրես դու ամենաճանաչվածն ես, այլ դու հավատարիմ ես, դու հավատարիմ ես, պատկերացրու դիրքում կանգնած մի զինվորի, գիշեր, ոչ ոք չի տեսնում, նա կարա քնի, նա կարա զենքը վայր դնի, նա կարա նստի, պատկերացրու, բայց քաղաքը ապահով է, քանի դեռ այդ զինվորը այնտեղ արթուն է կանգնած։ Մենք հանգիստ քնում ենք, չէ՞։ Պատկերացնում ենք մեր բոլոր զինվորներին դիրքերից իջացնենք։ Գնացեք ամենը ձեր գործով զբաղվեք։ Մեզանից ոչ ոք հանգիստ չէր քնելու, նամանավանդ սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում։ Ոչ ոքս հանգիստ չենք ունենա։ Գիտես, մենք պիտի կանգնած այդ այն զինվորներ լինենք, աղոթքի զինվորներ, ծոմապահության զինվորներ, հավատարիմ զինվորներ։ Քաղաքը հանգիստ քնած է, քանի դեռ այդ զինվորը այնտեղ արթուն է եւ չի քնում ու չի ննջում։ Հիշենք Հովսեփին։ Նրա հավատարմությունը երևաց այն ժամանակ, երբ որ ոչ ոք դա չէր տեսնում։ Հիշում ես Հովսեփին։ Ինքը հոր սիրելին էր։ Եղբայրները նախանձեցին, վաճառեցին նրան։ Եվ նա գնաց Պետապրեսի տուն։ Միայնակ էր օտար երկրում, բայց նույնիսկ այնտեղ նա մնաց հավատարիմ։ Նա կարար ասել ինչ սա պետք չէ։ Եվ դու պատկերացրու, օտար երկրում ես, քեզ չգիտի ոչ ոք, չի ճանաչում ոչ ոք, կյանքը զրոյից է սկսում։ Բայց եթե հավատարմությունը դա քո արյան մեջ է, եթե հավատարմությունը դա քո ընտրությունն է, եթե հավատարմությունը դա քո որոշումն է, Աստված քեզ այնտեղ էլ կբարձրացնի, որտեղ էլ որ դու լինես։ Եվ պատկերացրու Պետապրեսին, մեկը, ով որ գնեց, բերեց իր տուն հրյա մեկին, օտարական, ծառա որպես։ Եվ այդ ծառան Հովսեփը փոքրի մեջ հավատարիմ եղավ, Պետապրեսը ասեց, ապրես, արի սա էլ քեզ տամ։ Այս մեկի մեջ հավատարիմ եղավ, արի սա էլ քեզ կտամ։ Եվ շատ բարձրացավ Հովսեփը Պետապրեսի տանը։ Գիտես ով էր Պետապրեսը։ Եգիպտոսի փարավոնի Ախրանի պետը։ Որ այսօր ասենք թիկնապաների պետը կամ ես բան չասի։ Հա? Թիկնապաների պետն էր։ Համար այն որ մեկ դեմքի այն ամենակողքը հավատարիմ կանգնած մեկը, հավատարիմա չէ որ բարձրացրա միջև թիկնապաների պետ։ Դու պատկերացնում ես նրա կարողությունը, նրա տները, նրա զինվորներին, նա ամեն ինչի վրա Տեր կարգեց Հովսեփին, ամեն բանի վրա, հավատարիմ մեկին։ Ամեն ինչ նրա ձեռքերը տվեց։ Եվ մեկ օր Պետապրեսի կինը տեսավ, որտեղ գրված է, որ նա շատ գեղեցիկ էր, սիրուն էր, հաճելի էր, եւ Պետապրեսի կինը նրան գայթակղում էր, որպեսզի նա պարկի նրա հետ։ Հիմա ծառայա, ծառան պիտի չէ ենթարկվի, բայց տես ինչ հետարքիր բան արեց։ Նրան ոչ ոք չէ դատապարտի դրա համար։ Նույնիսկ կարար ոչ ոք էլ չի բանա դրա մասին։ Եվ Հովսեփի կյանքը կարա լիներ շատ հրաշալի հետարքիր կյանք։ Ոչ ոք չէր իմանա։ Բայց նա գիտես հետաքրքիր, նա իրեն պահեց շատ ճիշտ Աստծո առաջ։ Նա հավատարիմ մնաց մինչև վերջ։ Նա ասես գիտես ինչ, ով Պետապրեսի կին, քո ամուսինը իմ Տերը։ Ամեն ինչի վրա ինձ Տեր կարգեց այստեղ։ Ամեն ինչ իմ ձեռքերի մեջ տվեց, մի բան արգելել, դա դու ես։ Եվ գիտես այս հավատարմության վարձքը ինչ եղավ Հովսեփի կյանքում։ Բանտ։ Մի բան ասեմ,
հենց այստեղ են բոլորը կոտրվում։ Այսինքն կոտրվողները հենց այստեղ են կոտրվում։ Այստեղ ոչ բոլորն են կոտրվում, կան իհարկե հավատարիմների, ովքեր ասում են ոչինչ, ես բանդում էլ կլինեմ հավատարիմ, բայց շատ քչերն են նրանք։ Բայց բոլոր կոտրվողները հենց այստեղ են կոտրվում։ Երբ որ գիտես հարցա ծակում, ինչի համար, ես հավատարիմ լինեմ քեզ տարիներ, պետապրես, տարիներ ես քո տունը նայել եմ, տարիներ ես քեզ բարձրացրել եմ, քո կնոջը չեմ կպել, հավատարիմ եմ եղել նույնիսկ այնտեղ, բայց դու ինձ բանտարկեցիր։ Բայց գիտես որտեղ երևաց նրա հավատարմությունը, նույնիսկ բանտում նա մնաց հավատարիմ, նույնիսկ բանտարկված նա մնաց հավատարիմ, եւ Աստված դա էլ տեսավ։ Հավատարմությունը մի բան է, որը կարա անտեսվի մարդկանց կողմից, բայց Աստծո աշկերից այն չի վրիպում։ Աստծո կողքով այն չի անցնում հենց այնպես։ Աստված տեսնում է դա։ Եվ եթե բանտում ես, եթե նա թույլ է տվել բանտ քո կյանքի մեջ, գիտես, նա նայում է հենց հիմա քեզ։ Հենց հիմա բանտում դու քեզ ոնց ես պահում։ Այդ բանտարկված, այդ չհասկացված, չընդունված, չգնահատված ես դու, ասես ես չգնահատված եմ, ես հավատարիմ եմ, բայց չգնահատվեցի։ Այդտեղ է փորձվում, այդտեղ է մարդու սիրտը երևում։ Բայց Աստված ամեն բան տեսնում էր, որ նույնիսկ բանտում Հովսեփը չընկավ, նույնիսկ բանտում Հովսեփը չնահանջեց, նույնիսկ բանտում Հովսեփը չտրտնջաց, նույնիսկ բանտում չդադարեց լինել հավատարիմ։ Եվ իր ժամանակին նա բարձրացրեց Հովսեփին, միջև որ դրեց Եգիպտոսի երկրորդ մարդը։ Դա է, որ ասում է խիստ շատ է հավատարիմ մարդու օրհնությունը։ Հենց սա է, այս խնդրեմ փառաբանության թիմը գա արդեն։ Գլխավոր միտքը բռնիր, խնդրում եմ։ Հավատարմությունը ոչ միշտ է վարձատրվում անմիջապես, սակայն երբեք Աստծո կողքով չի անցնում։ Նորից եմ ասում, հավատարմությունը ոչ միշտ է վարձատրվում անմիջապես, սակայն ինքը երբեք Աստծո կողքով հենց այնպես չի անցնում։ Աստված տեսնում ամեն ինչ։ Դու կարող ես լինել չհասկացված, դու կարող ես լինել չգնահատված, մի տեսակ բանտի մեջ ես, մի տեսակ լքված ես, դու ասում ես, այսքան անեմ, այսքան նվիրվեմ, այսքան ծառայեմ, այսքան աղոթեմ, այսքան զոհաբերեմ, սա մի տեսակ բանտ է, չկոտրվես այդտեղ, խնդրում եմ քեզ, հանուն Աստծո աղաչում եմ քեզ, հանուն Հիսուս Քրիստոսի աղաչում եմ քեզ, եթե պետք է այս կարամ ծնկներիս վրա քեզ դա ասեմ, չհանձնվես, միջև մահ հավատարիմ կմնաս, խնդրում եմ քեզ, այնքան ցավոտ կլինի, երբ որ գնամ երկին քեզ չտեսնեմ այնտեղ, որովհետև հավատարմությունը, գիտես, Հուդան պահեց, մահվան շուքի ձորով անցավ, բայց պարզվեց, որ Հուդան հավատարիմ էր, քանի դեռ այդպես էր Աստծուն հասկանում։ Հուդան հավատարիմ էր, քանի դեռ ինքը այդպես էր պատկերացնում։ Հուդան հավատարիմ էր, որովհետև այդքան էր Հիսուսի մասին իր պատկերացումը։ Թանկագիներս, հավատարիմ իջև երբ։ Եթե դու մնաս հավատարիմ, Աստված կպատրաստի քո ժամանակը։ Ժամանակ ունես Աստծո մոտ։ Աստված քո համար ժամանակ ունի, բարձրունքի ժամանակ ունի։ Պատկերացու այդ նույն զինվորին հավատարիմ կանգնելա տարիներ խրամատում, ու մի օր գնացի հանձնվելա թշնամուն։ Հավատարիմ մնաց ինքը, չէ։ Նրա անունը Դավաճան։ Գնաց ուրացավ, Դավաճանեց։ Կապ չունի երբ էր։ Կապ չունի նրա սկիզբը ոնց ա եղել։ Կապ չունի ինքը ոնց ա մեջտեղում եղել։ Միգուցե ինքը շատ զինվորներ ա բարձրացրել, դուխ ա տվել, ասել, տղեկ կանգնում ենք մինչև վերջ։ Մենք մի հրաշալի օրինակ ունենք, լավ, այդքան է հրաշալի չի, ամեն դեպքում մեր Ռոբերտ Աբաջյանը, հա, քարոզիա պատերազմի։ Գիտես, շատ էին նրա նմանները, բայց գիտես, ինք ասես չեմ հանձնվելու ես թշնամուն։ Իշտամ
կարանք տարբեր ձև սա մենք մեկնաբանենք։ Գնաց դժոխք, չգնաց դժոխք, ինքն իրան պայթեցրեց եւ այլն եւ այլն։ Տարբեր ձև կարանք մենք սա մեկնաբանենք։ Բերենք աստվածաբանությունը բանանենք այսպես, բայց նա չհանձնվեց թշնամուն, հասկանում ես։ Նա ասեց, այս դիրքը չեմ հանձնելու։ Եվ եթե մեռնեմ, ես թշնամի եմ հետ անելու։ Նա վերցրեց եւ ինքն իրեն պայթեցրեց։ Նա չհանձնվեց։ Գիտես, Աստված մեզանից հավատարմություն է ուզում։ Մենք մարդկորեն նրան շատ ենք, չէ՞, sense տես նայում ենք նրա հավատարմությունը, զարմանում ենք։ Այսքան ուժեղ մարդ։ Մեկը մեռնելու էր, մեկը մեռնելու եմ։ Բայց չեմ տա իմ դիրքը։ Գիտես, արի պահենք մեր դիրքը հոգևոր խրամատը։ Արի պահենք մեր հոգևոր խրամատը միջև մահ։ Եթե մեռնեմ էլ, ինչպես Սեդրակ Միսակ Հաբեդնակով ասեցին, հիշում ես։ Որ թագավոր, ինչ ես կարծում, իմաստված չի կարա ինձ փրկի այս շիկացած հնոցից։ Իմաստված իզորու է, փրկել մեզ այս շիկացած հնոցից։ Եվ քո կանգնեցած արձանի առաջ մենք չենք ծնկելու եւ չենք երկրպագելու։ Բայց եթե չփրկի էլ, միևնույնն է, ես իմ Աստծով եմ։ Ես նրան եմ հուսալու, որտեղ կրակի մեջ, այո, կրակի մեջ։ Ես նրան եմ հուսալու։ Կրակի մեջ ես նրան եմ հուսալու։ Եվ հետո նայեցին տեսան, ախր այնտեղ 3-ը պիտի լինեին, բայց մենք տեսնում ենք 4-րդն էլ կա։ Աստված եկել նրանց պահել էր։ Գիտես, մենք պիտի շատ այսպես սովորենք, որ ես ավելի լավ մեռնեմ, ես իմ ծառայության մեջ մեռնեմ, բայց հավատարիմ մնամ մինչև վերջ։ Ես եթե պիտի մեռնեմ, ավելի լավ այստեղ մեռնեմ։ Մեկը մեռնելու ենք սեներս։ Հավատարիմ մնանք։ Եթե դու չես հասկանում շատ բան, չգնահատված ես, չեն գնահատել եւ սխալ են արել չեն գնահատել միգուցե։ Դու ճիշտ ես, 100%-անոց ճիշտ ես։ Հովսեփը 100%-անոց ճիշտ էր։ Եթե Աստված թույլ է տվել այդ բանտը, այդ բերդը, այդ ծառը, խոնավ տեղը, այնտեղ էլ հավատարիմ մնա միջև վերջ։ Հավատարիմ եղիր միջև վերջ։ Նույնիսկ երբ որ քեզ ոչ ոք չի տեսնում, ոչ ոք քեզ չի գնահատում, ոչ ոք քեզ շնորհակալություն չի ասում։ Իրավունք չունես քո սրտի մեջ թույլ տաս մի փոքր անգամ փոքր վնասվածք, որը կարող է մեծ ամբողջ մեծ դամբան վնասի եւ ջուրը հոսի քո կյանքից։ Իրես այսօր Աստված փնտրում է Հովսեփներին, ով որ կասի ես կմնամ հավատարիմ, նույնիսկ եթե դա ինձ արժենա ամենը։ Վերջական եզրակացություն եմ ուզում քեզ ասել։ Արի կանգնենք Աստծո առաջ։ Լսեք, այսօր Աստված կատարյալ մարդ չի փնտրում։ Նա չի փնտրում նրանց, ովքեր միշտ հաջողության են հասնում։ Նա փնտրում է նրանց, ովքեր որ կմնան։ Եվ որ դժվարություններ են լինում, նրանք կմնան։ Եվ որ արդյունքներ չկան, նրանք կմնան։ Գիտես, միգուցե դու հիմա նման ես այդ տանը եւ տեսնում ես փոքր ճաք հա տվել, հիմքիդ մեջ ճաք հա տվել։ Այսօր ժամանակն է, որ դու աղոթ կանես։ Այսօր ժամանակն է, որ մենք միասին աղոթենք։ Եվ ես խնդրում եմ, եթե դու մեկն ես, որ զգում ես քո սրտի մեջ, որ այդ կառուցածդ փոքր ճաք հա տվել եւ դա միայն դու ես տեսնում, այս բանը միայն դու ես տեսնում։ Արի առաջ, խնդրում եմ։ Թող չգան բոլորը։ Թող գան նրանք, ովքեր իրանց սրտի մեջ այդ կանչը կզգան Սուրբ Հոգուց։ Գիտես, այդ ճաքը, հələ որ մենակ դու ես տեսնում, թույլ չտաս, որ ամբողջը քանդվի։ Եթե ճաքի դեմը չառնես, ամբողջ տունն է քանդվելու, հետո այդ անկումը բոլորն են տեսնելու։ Քանի դեռ չի եկել դրան, ես խնդրում եմ, արի առաջ եւ մենք միասին կաղոթենք։ Եթե դու զգում ես, որ արմատդ վնասված է, դու ծառ ես, գեղեցիկ, մեծ ծառ ես եւ արմատդ վնասվել է, եւ արդեն դու այդ փոթորիկը, երբ որ գալիս է առաջ դու ուժեղ ես, դու նայում ես փոթորկի աշկերի մեջ, ասում ես դե մի հատ էլ խփի, դե մի հատ էլ ճոճի ինձ, բայց հիմա զգում ես արդեն այդ փոթորկի այդ քամուն, ինչ որ մի տեսակ արդեն ծռվում է ծառը։ Խնդրում եմ արի առաջ։ Եթե դու մեկն ես, որ քո մեջ կրում ես մեծ տեսիլք, ջուր, խիշ, շատ ջուր, բայց
դու ես, հələ որ մենակ դու ես տեսնում այդ փոքր անցքը, փոքր ճաքը։ Ինքը կարող ամբողջ այդ մեծ ջրամբարը պատռի։ Եթե դու այդ մեկն ես, խնդրում եմ, արի առաջ մենք միասին կաղոթենք այսօր։ Կաղոթենք, որ Աստված մեզ բժշկի, որ Աստված վերականգնի։ Դու Աստծո առաջ ես, թանկագինս, դու Աստծո առաջ ես սա անելու։ Թույլ մի տուր, որ քո արմատները թուլանան։ Գուցե դու այն զինվորն ես, որ հոգնել ես կանգնել, խրամատում, հոգնել ես, ուզում ես քնես, ուզում ես զենքդ վայր դնես, ուզում ես ննջես։ Եթե դու այդ զինվորի նման ես, ես խնդրում եմ, արի առաջ միասին մենք կաղոթենք այսօր։ Կաղոթենք Աստծուն, ասենք Տեր օգնիր։ Ինչ ես կարծում, Աստված չի տեսնում։ Ինչ ես կարծում, Աստված չգիտի, որ թուլացել ես։ Ինչ ես կարծում, Աստված չի տեսնում, որ ճաք հա տվել ջրամբարիդ վրա։ Ինչ ես կարծում, Աստված չի տեսնում, որ այդ մեծ կամուրջի մի բոլտը թուլացած է, խաղում արդեն։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Եվ եթե դու տեսնում ես, որ դա դու ես, ես խնդրում եմ, արի առաջ միասին կաղոթենք։ Գիտես, Աստված չի ուզում, որ դու լինես կատարյալ։ Աստված չի փնտրում կատարյալներին։ Աստված փնտրում է հավատարիմներին։ Գիտես, Աստված խնդրում է, Աստված կոչ անում, մի հեռացիր։ Աստված կոչ անում, մի հանձնվիր, հավատարիմ եղիր, միջև մահ։ Նորից Հայտնություն 2:10։ Միջև մահ հավատարիմ եղիր, և ես քեզ կյանքի պսակը կտամ։ Գիտես, դու հենց այնպես չի, որ այստեղ ես այսօր։ Դու այստեղ ես այս ուղերձը լսելու համար։ Դու այստեղ ես այս խոսքը լսելու համար։ Եվ գիտես, մեկ անգամ Հիսուսը ասեց, որ լավ էր, որ այս խոսքը չլսեիք, բայց եթե հիմա լսել եք, այմա մեղք կա ձեր վրա։ Սա Հիսուսի խոսքերն են, երբ որ ավետարան էր քարոզում։ Մեղք չունեք, քանի դեռ այս խոսքը չեք լսել, բայց հիմա քանի դեռ լսել եք, ես միգուցե մենք մի պատկերացում ենք ունեցել հավատարմության մասին, բայց հիմա քանի մենք այս խոսքը լսել ենք հավատարմության մասին, սրանից հետո Աստված մի ուրիշ ձևից կողմից է մոտենալու մեզ, եւ նա ուրիշ ռակուրսից է մեզանից պահանջելու։ Ամեն։ Եկեք փակենք մեր աչքերը, եկեք աղոթենք միասին։ Ինչ որ կասեմ, խնդրում եմ կրկնի իմ հետևից բարձրաձայն։ Ասա Տեր, ես գալիս եմ քեզ մոտ, այնպիսին, ինչպիսին որ կամ, ոչ թե կատարյալ, բայց ես ձգտում եմ հավատարիմ լինել։ Դու տեսնում ես իմ սիրտը։ Դու գիտես, թե որտեղ եմ թուլացել, որտեղ եմ հոգնել, որտեղ եմ գրեթե հանձնվել, բայց այսօր ես ընտրում եմ հավատարիմ լինել փոքր բաներում, հավատարիմ լինել դժվարությունների մեջ, հավատարիմ լինել միջև վերջ, տուր ինձ ուժ, որ չհանձնվեմ, զորացրու իմ հոգին, վերականգնիր իմ հիմքը, ես խոստանում եմ, որ ես չեմ հեռանա, ես չեմ հանձնվի, ես կմնամ քեզ հետ, Հիսուսի անունով, ամեն, 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 թող որ իրականում Աստված օրհնի քո որոշումը, գնալ միջև վերջ և չհանձնվել։ Հիշիր, Աստված բարձրացնում է ոչ թե կարողներին, այլ հավատարիմներին։ Խիստ շատ է հավատարիմ մարդու օրհնությունը։ Հիմա հավատարիմ միջև երբ։ Պատասխանի խնդրում եմ այս հարցին։ Միջև մահ մենք որոշում ենք, չէ, լինենք հավատարիմ։
Հիսուս Քրիստոսի անունով։ Եթե նույնիսկ դժվար լինի, եթե նույնիսկ քեզ չհասկանան, եթե շնորհակալություն չասեն, եթե գնահատված չլինես, հավատարիմ մնա մինչև մահ, որպեսզի կյանքի պսակը ստանաս։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Երկնային Աստված, ես շնորհակալ եմ քեզ այսօրվա համար, այսօրվա ծառայության համար, այսօրվա խոսքի համար, Տեր։ Դու գիտես բոլոր նրանք, ովքեր առաջ եկան, Տեր իմ Աստված, դու տեսնում ես նրանց սրտերն ու որոշումները։ Սուրբ Հոգի աղոթում եմ հիմա եւ բոլոր նրանց համար, ովքեր մեզ կդիտեն ինտերնետի միջոցով, աղոթում եմ բոլորի համար, Տեր, զորացրու մեր ընտրությունը, զորացրու Տեր իմ Աստված յուրաքանչյուրիս հոգին եւ թույլ մի տուր, Տեր, թուլացած լինի մեր կյանքերում որևէ բան, եթե մենք կամուրջ ունենք եւ մի բան թուլացել է, Տեր իմ Աստված, ցույց տուր մեզ այդ թույլ տեղերը եւ տուր մեզ ուժ, համարձակություն, մենք այդ ամենը ձգենք, ամրացնենք, եթե մենք ջրամբար ենք, Տեր, եթե մենք ջրամբար ենք, Տեր իմ Աստված, եւ որևէ ճակ հա տվել մեր ներսում, իմ Սուրբ Աստված, միայն դու ես տեսնում եւ միայն ես եմ տեսնում, Տեր իմ արքա, տուր ինձ հմտություն, ուժ, զորություն այդ ամենը փակեմ, այդ ճակի դեմը առնեմ Հիսուսի անունով, Տեր իմ Աստված, դու տեսնում ես այն բոլոր զինվորներին, ովքեր որ հիմա թուլացել են խրամատում, ովքեր որ հիմա ուզում են նահանջեն, կա գայթակղություն քնեն, ննջեն, քնով անցնեն, զենքը վայր դնեն, Տեր, զորացրու բոլոր այդ խրամատում կանգնած զինվորներին, թե մեր զինվորներին, ովքեր որ կանգնած են սահմանի վրա, թե մեր բոլոր զինվորներին, ովքեր որ Տեր Աստծո զինվորներ են քո մեջ։ Դու տեսնում ես ամեն թուլացած արմատը, այդ ծառի արմատը, Տեր, զորացրու այդ արմատները Հիսուսի զորավոր անունով։ Փառք քեզ, Տերս, փառք լինի քեզ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Փառք քեզ հավիտյանս, հավիտենից։ Ամեն, ամեն։